Ողջույն Տաթև։ Ողջույն։ Այսօր մենք խոսելու ենք շատ բարդ, այսպես ասած, որը շատ դեպքերում մարդիկ լսում են ու չեն հասկանում, թե ինչ է իրենից ներկայացնում։ Խոսելու ենք միջազգային արբիտրաժի միջոցով վեճերի լուծման կարգից։ Այս սկսենք, թե որտեղից է հենց գալիս այդ վեճերի լուծման կարգը։ Շատ լավ, բարի երեկո նորից, շնորհակալ եմ ինձ հրավիրելու համար եւ նման նախաձեռնության եւ հնարավորության համար։ Արբիտրաժային վեճերի լուծման մեխանիզմը ըստ էության հանդիսանում է վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների մի տարր։ Մենք թերևս հասարակության մեջ միշտ ընդունված է ընկալել միայն արբիտրաժ, բայց իրականում մենք կարող ենք ունենալ բանակցություններ, հաշտարարություն եւ վերջին տարբերակը, որ մենք հիմնականում արդիական է բիզնես համայնքի համար, արբիտրաժի միջոցով վեճերի լուծումն է։ Ինքը շատ ճկուն է, որպես վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմ եւ ընդհանրապես բիզնես համայնքին խորհրդատվություն անելիս իրավաբանները սովորաբար առաջարկում են ընտրել որպես վեճերի լուծման մեխանիզմ։ Դա ունի մի քանի պատճառներ, հա, ամենաառաջինը հենց ճկունության պատճառով, որ ավելի արագ է լինում, հա, չեզոքություն երրորդ անաչառ կողմի կողմից ձեր վեճի իրականում այլ process-ով է գնում եւ այստեղ ունենք գաղտնիության սկզբունք արբիտրաժում, որի պարագայում ցանկացած վեճի հետ կապված իրողություն, փաստեր, փաստական հանգամանքներ իրենք չեն բացահայտվում կողմերի կողմից, քանի դեռ երկկողմանի համաձայնություն ձեռ չի բերվել։ Թերևս այսքան է այս մասով, թե ինչու արբիտրաժ եւ ծախսատարության տեսանկյունից ընդհանրապես ուղղակի կուզենամ նշել, որ իրավաբանական համայնքում կա այն կարծիքը, որ արբիտրաժը թերևս թանկ է համեմատած պետական դատարանների, հա, բայց եթե հաշվենք, որ արագ է իրականացվում այստեղ գործընթացները եւ բիզնես համայնքին բնականաբար պետք է իր հարցի լուծումները շատ ավելի արագ տրվեն, քան օրինակ պետական դատարաններում եւ այստեղ ժամկետի առումով էլ բիզնեսը բնականաբար շահող կարգավիճակում է դուրս գալիս եւ վճարի տեսանկյունից էլ արդեն իսկ ինքը արդարացված է լինում։ Գաղտնիության հետ կապված որ նշեցիք, չեն իմանալու, այսինքն միայն իմանալու արբիտրը ու նաև կողմերը։ Հա, ի տարբերություն դատարանի, որ դատարանում հրապարակային է եւ բոլորը հասանելիության հնարավորություն կա, օրինակ Հայաստանի Հանրապետությունում դատալեքս տեղեկատվական համակարգում մենք բոլոր գործերը, իհարկե, եթե քաղաքացիները մեկը չի համաձայնել, որ պիտի գաղտնի լինի, հա, իր դատական process-ը եւ այստեղ պետք է նշել, որ արբիտրաժում ինքը ի սկզբանե, հա, գաղտնիության սկզբունքը այստեղ գործում է եւ ի տարբերություն դատարանի արբիտրաժի պարագայում կողմերը պետք է համաձայնեն բացահայտել, հա, եթե օրինակ ուզում են, որ դա հանրային լինի, բայց հիմնականում գործնականում ինքը այդպես էլ գաղտնիության սկզբունքը պահպանվում է։ Այ օրինակ ինձ համար ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը, թե արդյոք այդ գաղտնիության սկզբունքը, որ պահպանվում է, դրա պատճառով չի զարգանում, այսպես ասած, այս ոլորտը։ Այսինքն օրինակ դատարանի դեպքում, երբ որ հրապարակային է լինում, իրավունքի զարգացման, այսպես ասած, միտումներ ենք տեսնում, որ իրավաբաններս մտնում ենք, ուսումնասիրում ենք, կարդում ենք ու հասկանում ենք, որ այս վեճը կարելի է լուծել ունենք այս եղանակով կիրառել այն օրենսդրական նորմերը, որը դատարանն է կիրառում, նույնը, բայց չի լինի արդեն արբիտրաժի դեպքում, որովհետև մենք չունենք այդ տեղեկությունը եւ դա էլ չի խթանի, որպեսզի այդ ոլորտը զարգանա։ Ունենք մենք այդ խնդիրը իրականում, որովհետև ներկայումս երբ որ իրավաբանական համայնքին փորձում ենք ներկայացնել կրթել, հա, նաև ցույց տալ, թե ինչպես են արբիտրաժային գործերը ընթանում, այստեղ մենք խնդիր ենք ունենում, ես ինքս երբ որ լսարանում փորձում եմ ներկայացնել արբիտրաժային, օրինակ, ավելի գործնական հմտությունները եւ գործի շրջանակում փորձում եմ ներկայացնել, ես ամբողջությամբ չեմ կարողանում ներկայացնել եւ շատ նեղ փաստական հանգամանքները, որի հիման վրա օրինակ արբիտրը գալիս է վերջնական
որոշման եւ այո, այս խնդիրը ունենք, բայց միջազգային պրակտիկայում սրա լուծումը տրված է այն մասով, որ ունենք Ջոսմունդի ֆրանսիական ընկերությունը, որ հարթակ է, որտեղ կարող են գտնել արբիտրաժային վճիռներ տարբեր ինստիտուցիոնալ կենտրոնների, որոնք որ համաձայնել են կողմերը իրենց արբիտրաժային վճիռները հրապարակվեն այդ տվյալ պաշտոնական կայքում։ Եվ ունենք նաև հրապարակումներ, որոնք որ կոնֆիդենցիալ մասը պահպանված է, բայց վեճի բնույթը եւ օրինակ վեճի կողմերը, որ երկրից են կամ կիրառվող նորմերը կամ իրավունքները, այստեղ արդեն իսկ տեսաներ են որոշակի չափով մենք կարող ենք ուղղակի այստեղից ստատիստիկա ունենալ, որ գործերն են արբիտրաժ գնում, բայց հիմնականում ունենք X-ով գործեր, ներդրումային վեճերով գործեր, որոնք որ շատ դեպքերում հասանելի են դառնում հասարակությանը։ Ներդրումայինը արդեն պետության հետ է առնչվում, ինչը կարելի ասել հանրային շահի վերաբերում, արդեն հասարակությունը պետք է ունենա հետաքրքրություն եւ այդ մասով է ինքը հրապարակային, որ բոլորը տեղեկանան թե ինչեր է կատարվում։ Այո։ Իսկ ինչ տարբերություն կա միջազգային ու ազգային արբիտրաժների դեպքում, ինչ տարբերություններ կան։ Ես Հայաստանի օրինակով բերեմ, նախ ամենաառաջինը, որ կողմերը, արբիտրաժի կողմերը հիմնականում, եթե համեմատում ենք միջազգայինի եւ հայկական շուկայի հետ, պիտի պարտադիր հայկական կողմեր լինեն։ Իսկ արբիտրաժի պարագայում, միջազգային արբիտրաժի պարագայում մենք պետք է ունենանք գոնե կողմերից մեկը օտարերկրյա կողմ լինի, իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ օրինակ ասենք կիրառելի նորմի հետ կապված, օրենսդրության հետ կապված կարող են կողմերը ընտրել օրինակ երրորդ պետության կիրառելի օրենսդրությունը, այս պարագայում մենք արդեն ունենում ենք միջազգային արբիտրաժ, հա, եւ միջազգային արբիտրաժում նաեւ համեմատած ներպետական արբիտրաժը, այստեղ վճռի կատարման հետ կապված հարցեր ընթացակարգեր կան, օրինակ Հայաստանի Հանրապետությունում վճիռների կատարման process-ները այլ ընթացքով են գնում, այսինքն ժամկետների հետ կապված ի տարբերություն օրինակ օտարերկրյա արբիտրաժային կենտրոնների միջոցով կայացված վճիռների։ Տարբեր են բնույթները, բայց այստեղ կիրառելի նորմերը, դրույթները, հա, արբիտրաժի նստավայրը, արբիտրաժի լեզուն, այս հանգամանքներից ելնելով այդ տարբերությունները կան։ Այսինքն, երբ որ կողմերը պայմանագիր են կնքում ու վեճերի լուծման կարգ որպես այդպեսի նշում են միջազգային արբիտր, հա, կամ նշվում է ուրիշ երկիր ու ինքը արդեն մեխանիկորեն դառնում է միջազգային արբիտր, հա, այսինքն կոնկրետ միջազգայինը չեն նշում, ու եթե օրինակ Հայաստանի ու ֆրանսիական ինչ-որ ընկերության միջև է պետք ընթանում ու վեճերի լուծման կարգը հայաստանյան արբիտրաժային կենտրոնի միջոցով է լինում, դա միջազգային ինքը համարվում է նաև միջազգային արբիտրաժ, որտեղ մյուս կողմը Ֆրանսիայում գրանցված իրավաբանական ընկերությունը։ Ու նաև կարևոր է նշել, թե ինչ լեզվով է լինելու, ցանկալի է, որպեսզի նշվի արբիտրաժի լեզուն, պարտադիր արբիտրաժի վայրը եւ բնականաբար արբիտրների քանակը, եթե ինստիտուցիոնալ արբիտրաժ է, ինստիտուցիոնալ արբիտրաժային կենտրոնի անվանումը, եթե ad hoc է, ուրեմն այս պարագայում նշում է ad hoc արբիտրաժ, սակայն պարտադիր է նշել արբիտրների քանակը եւ էական շատ կարեւոր պայմաններից է, ինչպես արդեն նշեցի, արբիտրաժի վայրը, որովհետեւ կատարման հետ կապված բոլոր հարցերը պրոցեսուալ գնում են կատարման վայրով։ Վայրի հետ, հա, գներեք վայրի հետ կապված հարց տամ, ճիշտ է, շատ մենք քննարկենք, բայց ամեն դեպքում հարցը տամ, որովհետեւ իրավաբանների կհետաքրքրի, ովքեր որ կկազմեն նմանատիպ պայմանագրեր։ Վայրը օրինակ նշում են քաղաք Փարիզ, բայց ոչ թե իրենք գնում են Փարիզ, այլ ուղղակի նշվում է Փարիզ, որ Փարիզի կանոններով այդ ամենը օրենսդրություն կարգավորվի։ Այդպես հնարավոր է անել, թե չէ վայրը պետք է նշվի այնտեղ, որտեղ որ իրենք գտնվում են։
Չէ, ինչպես արդեն դուք նշեցիք, կարող է նշվել օրինակ Ֆրանսիա, Փարիզ, հա, այս դեպքում արդեն Ֆրանսիայի օրենսդրությունն է կիրառելի, իսկ ֆիզիկապես արբիտրները կարող են օրինակ գտնվել Հայաստանի Հանրապետությունում եւ ամբողջ այդ process-ը ընթանա տեղի ունենա Հայաստանի Հանրապետությունում, այստեղ հետագայում կատարման հետ կապված հարցերի համար է պարտադիր նշել, թե որ երկրում է seat of arbitration, հա, արբիտրաժի նստավայրը, որ երկրի օրենսդրությամբ պետք է կիրառեն նաև հետագա ընթացակարգերը։ Ու կատարման, հա, ընթացակարգն էլ արդեն բխում է օրենսդրությունից, հա։ Ոնց է այդ ամենը։ Օրինակ, եթե վեճը Հայաստանի ու Ռուսաստանի հետ է, բայց հայաստանյան տարածքում պետք է ամեն ինչը, այսպես ասած, ոչ թե կարգավորվի կանոնների մասով եմ ասում, այլ կատարման մասով, Ֆրանսիայից իրենք ինչ-որ դիմում են ներկայացնում մեր հարկատիր, հա, որ եթե Ռուսաստանի եւ Հայաստանի ընկերություններ են, բայց այսինքն արբիտրաժի վայրը նշել է Ֆրանսիա, հա, այս պարագայում բնականաբար այդ ընթացակարգերով են Ֆրանսիայի օրենսդրության ընթացակարգերով իրականացվելու է այդ կատարման ամբողջ գործընթացը։ Բայց լինում է այդպես պրակտիկայում, թե շատ են լինում, պրակտիկայում շատ են լինում։ Ես գործնականում ինքս աշխատում եմ եւ ինստիտուցիոնալ կենտրոններում, միջազգային առևտրային արբիտրաժային ինստիտուտում, Դուբայի արբիտրաժային ինստիտուտում եւ Հոնկոնգում գրանցված IBRAMS արբիտրաժային կենտրոնում, նաեւ Ռուսաստանի արբիտրաժային կենտրոնում, բայց ինքս էլ դե տարածաշրջանից հետաքրքրություններից ելնելով, բայց ինքս ad-hoc-ով ունեցել եմ գործեր, օրինակ մի գործով եղել է Չինաստանի ընկերությունն ընդդեմ Հայաստանի ընկերությունն ընդդեմ Չինաստանի, բայց արբիտրաժի նստավայրը եղել է Փարիզ, Մոզամբիկը։ Հա, եւ բնականաբար այդ հաջորդի process-ները ամբողջը Ֆրանսիայի օրենսդրությամբ նաեւ իրականացվել է այդ կատարման հետ կապված բոլոր հարցերը։ Այսինքն կենտրոն ընտրելիս պետք է հաշվի առնենք ինչ կանոններով են, արդյոք կանոնները բարենպաստ են իրենց թե չէ։ Կենտրոն ընտրելուց այո, պետք է պարտադիր նայել տվյալ կենտրոնի կանոնները, որովհետեւ այսօր արբիտրաժը ցավոք սրտի այդ իր ճկունությունը որոշակի մասով կորցրել է, որտեղ մենք ունենք emergency arbitration եզրույթը, որը որ արագացված ընթացակարգերով է կամ ցածր հայցագների պարագայում է կիրառվում շատ դեպքերում եւ այս դեպքում ժամկետները ավելի սեղմ են, քան օրինակ նորմալ ընթացակարգով, հա, եւ արբիտրաժը այս մասով մի քիչ կորցրել է ըստ իր բուն էությունը, որ արագության տեսանկյունից եւ բնականաբար ինստիտուցիոնալ կենտրոն ընտրելուց պետք է նայենք այդ կանոններում առկա ժամկետները։ Տենդենսը կա, որ շատ դեպքերում հիմնականում ընկերությունները, խոշոր ընկերությունները ICC եւ միջազգային առևտրային պալատինքից արբիտրաժային կենտրոն են գնում կամ Լոնդոնի արբիտրաժային կենտրոն են գնում, օրինակ Լոնդոնի արբիտրաժի պարագայում ժամկետների հստակեցում ըստ էության չունեն եւ պրոցեսուալ երբ որ մտնում են, արդեն իսկ խնդիր են ունենում։ Եվ այս վերջերս մենք Կիպրոսում դասընթաց ունենք, որի շրջանակում հրավիրված մեր դասախոսներից էր Լոնդոնի արբիտրաժային դատարանի տնօրենը, քննարկումը հենց այդ կանոնների շուրջ էր, որ ժամկետների հստակեցում չունեն եւ պիտի ունենա կենտրոնը, որ հստակ երբ որ ընտրում ես կանոնը, գոնե հասկանաս, որ ինչքան ժամկետում քո վեճը ըստ էության վերջնական լուծում կստանա, որովհետև բիզնեսի տեսանկյունից գործարարին բնականաբար հետաքրքրում է իր վեճը արագ որակյալ լուծել։ Այսինքն որոշակության սկզբունքը բացակայում է Լոնդոնում, դրա համար չարժե դիմել։ Չէ, արժե միանշանակ Լոնդոնը մեկ է իր, այսպես ասած, դիրքը բնականաբար Լոնդոնը միջազգային առևտրային պալատի արբիտրաժային կենտրոնը իրենց դիրքերը ես կարծում եմ երբեք էլ չեն կորցնի, հա, բայց միաժամանակ շուկայում, արբիտրաժային շուկայում, այսպես ունենք արագ զարգացող կենտրոններ, օրինակ Դուբայի արբիտրաժային դատարանը, որ
գործերի քանակի տեսանկյունից շատ ավելի մեծ է։ Դրա համար իհարկե որոշակիության սկզբունքը, որ պահպանեն, լավ կլինի, բայց ամեն դեպքում իրենք Լոնդոնի արբիտրաժային դատարանը բնականաբար իր դիրքերը չի զիջելու, ներկայումս էլ իրենք կանոններն են փոփոխության ենթարկում եւ կարծում եմ այս դրույթը իրենք հաշվի կառնեն։ Որ իրենց ավելի շատ դիմեն, իրենց մոտ այդ պրակտիկան ավելի զարգանա։ Իրանք իրականում այդ մասով էլ ասեմ, որ խնդիր չունեն։ Դրա կարիքը չունեն։ Բայց չգիտեմ, կարծում եմ, որ դրան պիտի անդրադառնա, որպեսզի հետագայում այդ զարգացող արբիտրաժային կենտրոնները մրցակցության այդ բանով տեսանկյունից առաջ չանցնեն։ Օրինակ, հենց վեճերի դեպքում, այսպես ասած, դու վստահում ես արբիտրին, որ արբիտրաժային համաձայնության ես գնացել, որ արբիտրաժի միջոցով կարգավորվի։ Այս դեպքում յուրաքանչյուր կողմ կարիք ունի ներկայացի միջոցով գնալ այդ վեճերի լուծմանը, թե ամեն մի ընկերություն իր տնօրեն ներկայացուցիչ նկատի ունեմ հենց որակավորված փաստաբան կամ իրավաբանի կողմից, թե շատ դեպքերում տնօրենը գնում է, ինքը լուծում է, այսպես ասած, հույս ունենալով, որ արբիտրը արդար որոշում կկայացնի։ Այսինքն արբիտրաժային լսումների մասին։ Այսինքն ունեն մարդիկ դրա կարիքը, որ ներկայացի միջոցով գնան, թե չունեն դրա կարիքը, որ առանց դրա կարող են գնալ։ Կախված գործի բնույթից, գործի բարդությունից եւ բնականաբար կողմերից, այսինքն եթե ենթակառուցվածքների հետ կապված բարդ խրթին վեճ է եւ խոշոր հայցագների մասին է խոսքը, բնականաբար այս պարագայում ցանկալի կլինի, որ իրավախորհրդատուի միջոցով ներկայացուցչությունը իրականացվի, բայց եթե պարզ է պայմանագիր, այսինքն այդ պարագայում հատկապես ինստիտուցիոնալ կենտրոնները իրենք տալիս են ձևանմուշներ դիմումների ներկայացման եւ շատ ավելի հեշտ է, օրինակ միջազգային առևտրային արբիտրաժային ինստիտուտը իր պաշտոնական կայքում տեղադրել է ձևանմուշներ, որի միջոցով գործարարները անգամ աշխատակիցները ոչ իրավաբանները կարող են ներկայացնել իրենց դիմումները արբիտրաժային կենտրոնին։ Որովհետև ի տարբերություն դատարանում փաստաբանը շատ ավելի չէ գործ է կատարում միջնորդությունները ներկայացում տարբեր բնույթի բովանդակությամբ, իսկ արբիտրաժի դեպքում այդքան չէ, աշխատանքը։ Հավատացեք, ես դրա համար ասացի կախված գործի բարդությունից, բնույթից կարող է եւ արբիտրաժի դեպքում էլ նմանատիպ միջնորդությունների քանակը ինչ որ մենք դատարանում ենք ունենում, նաեւ այստեղ էս ընթացակարգերում կիրառվեն նորից եմ ասում, կապված է գործի բարդությունից, օրինակ ՏՏ ոլորտի խոշոր գործերում բնականաբար ցանկալի է նորից որ իրավախորհրդատուի միջոցով գնալ, բայց եթե կա պարզ հասարակ պայմանագիր, պարզ իրավահարաբերություն, բնականաբար այս պարագայում ուղղակի կարող են իրենց տնօրենները կամ չգիտեմ, ուղղակի ներկայացուցիչները ներկայացնել։ Մի քանի դրան պահանջի դեպքում հաստատ ոնց որ ավելի գումար տաս փաստաբանին, քան գնաս արբիտրին, այսինքն պետք է հասկանալ, որովհետև շատ դեպքերում մարդիկ գիտեն, թե գնում ես դու ներկայացնում ես քո դիմումը առանց փաստաբանի, նույնիսկ հաշտարարության հետ կապված շատ դեպքերում ես ամուսնալուծության գործերով չեմ զբաղվում, այդ նրանք են ասում են ամուսնալուծության դեպքը եւ այլն, կարող ենք դիմել դատարան, դե ասում են որ առաջինը հաշտարի միջոցով պետք է վեճը լուծվի, հետո նոր դատարան, ու երկրորդ հարցը հետեւյալն է, հաշտարին փող ենք տալու, ասում եմ հա փաստաբան, որ ունեմ փաստաբանն եմ փող տալու, ասում եմ հա, լավ, ուրեմն առանց փաստաբան կգնամ ու իմ համար sense մի քիչ տարօրինակ է, որ մարդիկ մտածում են, որ փաստաբանական ծառայությունները նաև հաշտարի, հա, այսպես ասած ծառայությունը, եթե կարելի է դա ծառայություն համարել, դա անվճար են իրենք տեսնում ու եթե դա արդեն գումարով է, իրենք հրաժարվում են փաստաբանի ծառայություններից, այն մտքով դե հա, ամուսնալուծություն է, ինչա կգնանք այդ ամեն ինչը մենք կլուծենք։ Ես ամուսնաընտանեկան մասով փորձ չունեմ, չեմ կարող ասել նմանատիպ վեճերի մասով, ինքս միայն կորպորատիվ առևտրային բնույթի վեճերով եմ եւ Դուբայում կառուցապատման ոլորտի վեճերով եմ մասնագիտացած, հիմնականում առևտրային բնույթի վեճերով, այդ մասով իհարկե չեմ կարող ասել, բայց ես ինքս միշտ բիզնեսմեններին, գործարարներին միշտ ասում եմ, որ
ավելի լավ է խնդիրը կանխարգելել, քան թե խնդրի առաջ կանգնել ու չիմանալ, թե այդ լուծումը ոնց պիտի տաս։ Այս վերջերս մենք պայմանագիր ունեինք, որտեղ կար միջազգային գործընկերներ, տեղական հայկական ընկերությունը միջազգային ընկերության հետ պայմանագրում ըստ էության վեճերի լուծման մեխանիզմներ նշված չէր։ Բա ոնց են լուծել։ Այս բարակայում բնականաբար միակ ուղղակի խորհրդատվությունը այն էր, որ պիտի սկսեք բանակցությունների միջոցով հակառակ պարագայում պիտի գնային պատասխանողի վայրի դատարան, որը Արաբական Միացյալ Էմիրություններում էր, եւ բնականաբար այն հայցագինը, որը որ կար, եւ այն դատական պրոցեսուալ այդ ամբողջ ծախսերը չէին արդարացվում եւ բնականաբար արդեն իսկ խնդիր էր լինում եւ նմանատիպ գործերով ես ուղղակի ինքս միշտ խորհուրդ եմ տալիս, որ ընտրեք արբիտրաժային վեճերի լուծման որպես այլընտրանքային մեխանիզմ արբիտրաժով լուծելու, որովհետեւ եւ օրինակ եթե կենտրոնը իրականացնել բնականաբար ողջամիտ արբիտրաժային վճար կգանձվեր ըստ հայցագնի եւ երկրորդը ճանաչման կատարման մասով ընդհանրապես խնդիր չէր լինի։ Դատարանում ավելի մեծ բան է, ավելի հետևանքները ավելի բացասական են ստացվում։ Տեսեք, մենք միշտ այդ միջազգային գործերով խնդիր ենք ունենում։ Ես ինքս ունեցել եմ դատական պրակտիկա, այս պայմանությամբ չեմ կարող հիշել որի երկիրն էր, բայց ունեինք օտարերկրյա վճռի ճանաչում եւ կատարում Հայաստանի Հանրապետության տարածքում եւ պետական դատարանի վճիռ էր եւ մենք պիտի դա ճանաչեինք, որպեսզի հետագայում կատարվեր, քանի որ Հայաստանի Հանրապետությունը չուներ տվյալ պետության հետ երկկողմանի պայմանագիր վճիռների ճանաչման մասով, այդ օտարերկրյա վճիռը այդպես էլ չճանաչվեց, բնականաբար ոչ էլ կատարվեց։ Եվ խնդիր է առաջանում միշտ դրա համար, եթե կա միջազգային կոմպոնենտ, ցանկալի է, որ վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմները շատ մանրագրքիտ ուսումնասիրվեն, ոչ միայն արբիտրաժ, ելնելով պայմանագրի բնույթից, բովանդակությունից, գործի հանգամանքներից, կարելի է նախատեսել եւ բանակցություններ, եւ հաշտարարություն, եւ արբիտրաժ, նորից եմ ասում, այստեղ իրավաբանը, իրավախորհրդատուն պետք է ճիշտ ռազմավարական տեսանկյունից ճիշտ ընտրություն կատարի։ Հա, շատ կարևոր է, ճիշտ եք ասում, որովհետեւ մի բանը, որ չիմացար կամ սխալ իմացար, ինքը ասենց հետեւ արդյունք չի տա։ Դեպի ձեր ասացի պես արդեն վերջնական արդյունքը էդի կատարումն է։ Հիմա ստացվում է, եթե չունեն համապատասխան միջազգային համաձայնագիր, թե պայմանագիր ու դրա հետևանքը չկատարումն է։ Անկատար վճիռը ըստ էության ինչքան էլ պետական դատարանի կողմից կայացվել է։ Իսկ հնարավոր չէ դեպքում օրինակ, չգիտեմ, համաձայնության կան, փոխեն իրենց դատարանը կամ էլ այդ արբիտրաժի որոշումը բողոքարկեն Հայաստանի Հանրապետության տարածքում դատարան, չգիտեմ, ինչ-որ տենց հնարավոր տարբերակներ չկա։ Երբ որ կա արդեն նույն փաստական հանգամանքների վերաբերյալ բնականաբար վճիռ, արդեն իսկ դա հնարավոր չէ եւ կողմերը ուղղակի միջև դատարանի վճիռ ունենալը բնականաբար կարող են համաձայնագիր կնքել, արբիտրաժով իրենց վեճը լուծելու, այս պարագայում ասում են կես ճանապարհից կարող ես այդ հարցի լուծումը տալ, հա։ Այդ մասով կարող է իհարկե բնականաբար ինքը աշխատող տարբերակ է։ Իսկ եթե պայմանագրում գրված է, որ վեճերը լուծվելու է միջազգային արբիտրաժի կամ արբիտրաժի կողմից, բայց կողմերը հաշվի չեն առնում դա եւ գնում են դատարան, ինչ խնդիրների են բախվում այստեղ։ Բնականաբար դատարանը պետք է ըստ էության դատարանի իրավասության ներքո չի դա, եթե երկկողմանի է, այսինքն կողմերը երկուսն էլ չեն ուզում արբիտրաժ գնան։ Ոչ թե չեն ուզում, այլ մի կողմը ներկայացրել է կցելայում, պիտի պարտադիր գնան արբիտրաժ։ Արբիտրաժ են գնալու։ Այո։ Իսկ եթե մյուս կողմը համաձայն չի, նախնական համաձայնություն կա, արբիտրաժային վերապահում կա եւ միջազգային արբիտրաժում խաղի կանոնները շատ կոշտ են, հատկապես Ֆրանսիայի օրինակ վճռաբեկ դատարանը նմանատիպ որոշումներ է կայացրել եւ շատ դեպքերում
արբիտրաժամետ երկիր է, հա, Ֆրանսիան համարվում, հենց այդ պատճառով, այսինքն պետական դատարանների դիրքորոշումից ելնելով, որ եթե դուք ընտրել եք արբիտրաժ, ուրեմն դուք պիտի արբիտրաժով ձեր վեճը իրականացնեք, կապ չունի ճանապարհի կեսից մի կողմը օրինակ չի ուզում, ցանկություն չունի։ Իսկ սկզբանե դուք պայմանավորվել եք եւ բնականաբար գործարար հարաբերություններին պետք է հարգեք միմյանց կամքը։ Իսկ չեն կարող հենց այդ արբիտրաժում հրաժարվեն, նոր գնան դատարան։ Երկկողմանի դեպքում իհարկե հնարավոր է, որ օրինակ նպատակահարմար չեն գտնում արբիտրաժով լուծելու եւ բնականաբար կարող է գնալ պետական դատարան։ Այսինքն ունեն էլի հնարավորությունը երկկողմանի համաձայնության դեպքում, որովհետեւ այս արբիտրաժում ընդհանրապես վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներում ցանկացած պարագայում կողմերի կամ արտահայտությունն է էական։ Եթե երկուսով պայմանավորում են, որ պիտի անենք արբիտրաժ, ուրեմն արբիտրաժ են անում։ Եթե չեն համաձայնում, ուրեմն բնականաբար այլընտրանքը միշտ դատարանում է։ Եթե նույնիսկ մեկը չհամաձայնվի, միևնույն է այդ մեկը նախկինում ստորագրելուց ինքը համաձայնություն տվել է։ Ավելի դա հարմար է ժամանակի տեսանկյունից, հետո դատարանում այնքան շատ է գործերը, որ դատարաններից ուզում են հեռացնեն նման տիպ գործեր, որոնք որ արդեն հենց մասնագետներն են զբաղվելու, որովհետև դատավորները մասնագիտացված չեն, չէ՞։ Շատ ոլորտներ կան, որի դեպքում դու պետք է ունես մասնագիտական գիտելիքներ ու ավելի լավ է հենց զբաղվի այն մարդը, որը ունի ոչ միայն այդտեղ մասնագիտական գիտելիքներ, այլ նաև իրավաբանական գիտելիքներ, չնայած որ արբիտրաժի դեպքում պարտադիր չէ, որ իրավաբան լինի։ Կարող է հենց ոլորտի մասնագիտություն ասել, իչե որ դուք կասեք մասնագիտական առումով բնականաբար արբիտրը նեղ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձն է, ով որ կարող է անկողմնական, անաչառ վճիռ տրամադրել հա կողմերին։ Եվ այս պարագայում ընդհանրապես հասարակության մեջ ընդունված է, որ արբիտր լինելու համար պետք է լինես իրավաբան, բայց դա թյուր կարծիք է եւ ես ինքս հանդիսանում եմ Resolve Academy-ի տնօրենը, որտեղ մենք փորձում ենք զարգացնել վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմները Հայաստանում եւ Հայաստանից դուրս եւ կազմակերպում ենք դասընթացներ, որտեղ մենք փորձում ենք ներգրավել ոչ իրավաբան մասնագետների։ Եվ այդ դասընթացների շրջանակում պատկի ասեք, որ հետաքրքրվածությունը շատ մեծ է, օրինակ ունեն մենք IT ոլորտի ներկայացուցիչներ, դեղագործության ոլորտի ներկայացուցիչներ, այս տարի մի 3 դասընթաց ենք արդեն իսկ իրականացրել, որի շրջանակում ունեցել ենք կառավարման ոլորտի մասնագետներ, իհարկե քանակական առումով շատ չեն, մենք ինքներս էլ փորձում ենք դա հանրայնացնել, որ ոչ իրավաբանները նույնպես կարողանան դիմել ու մասնակցել։ Հա, իրականում օրինակ էլեկտրաէներգիայի ոլորտում ընկերություն ունի տնօրեն ու տնօրենը ինքն է վերջնական որոշումները կայացնում, խնդիր է լինում ինքն այդ լուծման միջոցով որոշումը կայացնում ու կարելի ասել նույն արբիտրաժի գործն է անում, այսինքն ինչ որ իրավիճակ է տեղի ունենում ընկերության ներսում, որտեղ որ չեն հասկանում ի վերջո ով է ճիշտ կամ ով է սխալ կամ առաջացել է խնդիր, ի վերջո ամբողջ պատասխանատվությունը տնօրենի վրա է ու տնօրենը լինելով հենց այդ ոլորտի մասնագետ ինքը տալիս է լուծման ինչ որ որոշում։ Մի կողմից հա, իհարկե իր գործի շրջանակում ինքը բնականաբար որոշում կայացնելու այդ մեխանիզմները ինքը արդեն իսկ գիտի, թե ոնց անի, բայց մենք որ խթանում ենք ոչ իրավաբան մասնագետների ներգրավվածությունը, այսինքն այդ սկիլերը, հմտությունները, գիտելիքները տալիս ենք ընդհանցակարգային, մենք ակնկալում ենք, որ այդ ոչ իրավաբան մասնագետները հետագայում մեզ հետ համագործակցեն, որովհետև մենք ունենում ենք երբեմն նույն ձեր նշած էլեկտրաէներգիայի ոլորտի վեճեր կամ խոշոր կառուցապատման ոլորտի վեճեր, որտեղ մեզ բնականաբար կուզենանք ունենալ օրինակ ինժեներներ, հա, ովքեր որ նաև գիտեն արբիտրաժային այդ process-ները, թե ոնց են ընդհանցակարգային կանոնները, ոնց են աշխատում, ոնց են լինում, եւ ընդհանրապես նմանատիպ նեղ մասնագիտացած վեճերում
Ես ինքս եթե օրինակ 3 բանելից արբիտր եմ, միշտ նախընտրում եմ շատ կցանկանամ, որ լինի օրինակ նեղ մասնագիտացված արբիտր, ոչ իրավաբան, հա, որովհետև երբեմն պետք է լինում կարծիք, որ չնայած որ էքսպերտներ կարող են նույնպես ներգրավել արբիտրաժի եւ պետք է շատ բարդ գործերում ներգրավի, բայց այնուամենայնիվ փորձագետի հետ դու չես կարող այն հարթակում խոսել, ինչ որ օրինակ նույն տրիբունալում գործընկեր արբիտրի հետ։ Մի բան ես հիշեցի, մի անգամ մի մարդ ոնց որ դիմել էր մեզ, էլեկտրաէներգիայի հետ էր կապված իր խնդիրը, ինքը ներկայացնում է իր խնդիրը, ես այդ ոլորտից գաղափար չունեմ, այդ էլեկտրաէներգիան, ոնց են հաշվում, այդ բանաձևերը, ընդհանրապես իմ գիտելիքը այդ ոլորտում ոնց որ չկա, բացակայում է, իմ պապան ինժեներ է, ինքը մասնագիտացված է, Էլցանցի նախկին տնօրենն է եղել եւ այլն, զանգարում եմ պապայից, ասում եմ, կարո՞ղ ես մարդու հետ դու խոսած, ես չեմ հասկանում ինքը ինչ է ուզում։ Բաբաս իր այդ խոսումը միանգամից հասկանում է խնդիրը ու ինքը ինձ արդեն ուղղորդում է, թե ես ոնց պետք է այդ խնդիրի համար ինչ-որ, չգիտեմ, գործողություններ կատարը։ Ու ինքը արդեն ռազմավարությունը գծում է իմ հետ, ինձ օգնում է հաշվարկները ու ասում է, որ օրինակ այս էլեկտրաէներգիայի, հա, չգիտեմ, ընկերությունը, այս որոշումը կամ ակտը, որ կայացրել է, ինչերն է սխալ արել կամ ինչին պետք է ուշադրություն դարձնեմ ու ոնց է հաշվարկել։ Հիմա երբ որ ստանում եմ ես հաշվարկման պատասխանը, իմ պապան այնտեղ արդեն որպես բանաձևեր ինքը իմանալով այդ բանաձևերը ոնց է լինում, ինքը հետևություններ արեց, որ օրինակ, չգիտեմ, սխալ են արել կամ հայտնի չէ թե ինչ բանաձևով են արել, որտեղ ինքը այդ ոլորտում լինելով ինքը գիտի դա ոնց են անելու։ Ու այդ գործով ինքը ինձ շատ օգնել է։ Եթե ոնց որ պապաս չներ այդ մասնագետը, ես չէի վերցնի այդ գործը, որովհետև անձամբ ես չգիտեմ այդ ոլորտը ոնց է կարգավորվում։ Հիմա ձեր ասացի հիման վրա ոնց որ ինքը շատ կնպաստի, որ ամեն մասնագետ ինքը լինի որպես արբիտր ու կարողանան իրեն դիմեն ավելի ճիշտ որոշում կկայացնի, քան իրավաբանը, որը չի կարող լինել բազմաֆունկցիոնալ ինչ-որ մասնագետ։ Այո, արբիտրաժի պարագայում էլ ըստ էության արբիտրներն ունեն նեղ մասնագիտացում, օրինակ արբիտրներ կան, որ կառուցապատումով այդքան մասնագիտացած չեն, բայց մասնագիտացած են օրինակ այլ վեճերով, հա, օրինակ գյուղատնտեսական ոլորտի վեճերով։ Դրա համար ելնելով արբիտրները սովորաբար այսպես ռազմավարություն ունեն, նայում են օրինակ գործերի բնույթը, դրա հիման վրա արդեն սկսում են մասնագիտանալ, հա, եւ արբիտրաժի պարագայում աշխարհագրական դիրքով թե որտեղ ես դու օրինակ որպես արբիտր աշխատում, սկզբում երբ որ նշեցի քան ինստիտուցիոնալ կենտրոնները ում հետ որ համագործակցում եմ, բնականաբար ստրատեգիկ առումով ես արդեն իսկ իմ համար ընտրել էի, որ Դուբայի արբիտրաժային դատարանում աշխատելուց ես պիտի ավելի խորանամ կառուցապատման, հա, որովհետև քեյսերի քանակով, գործերի քանակով Էմիրատներում շատ ավելի շատ են ուշացումներ եւ մնացած այլ բաներ գործնականում։ Հայաստանի Հանրապետությունում թեկուզ եւ միջազգային արբիտրաժ անելուց հիմնականում ապրանքների մատակարարման, առողջարքի պայմանագրերի դրանով եմ մասնագիտացած եւ Հոնկոնգում հիմնականում թեք ոլորտի, թեք բնույթի վեճերով են եւ ես ինքս մասնագիտացած եմ, բայց ինչպես եմ արել, ես նախնական գիտելիքներ չունեմ Microsoft-ում IT Basics, հա, հիմնարար սկզբունքները դասընթացն եմ սովորել, այսինքն նեղ մասնագիտական գիտելիքներ եմ ձեռք բերել, սկսած կոդը ինչպես է ստեղծվում, հա, այդ ավելի նեղ մասնագիտական բաները։ Այդ սկզբունքից ելնելով արբիտրները նայելով գործերի քանակից իրենք էլ կարող են մասնագիտանալ, բայց դա նույնը չի, ինչը որ օրինակ ինժեները։ Ճիշտ է։ Ինչքան է դու ուզում ես մասնագիտացիր, դու այդ բազային կրթությունը բնականաբար չես ստացել եւ շատ դժվար է եւ քո մասնագիտացումը ավելի շատ դինում է գործերի եւ որոշակի տեղեկատվության հիման վրա, այսինքն
գործով ես դու մասնագիտանում, հա, օրինակ գործը նայում ես եւ բնականաբար մի քիչ տեսնում ես այդ կառուցապատման օրինակ հետ կապված ինչեր կլինի, քան օրինակ սովորական ինժեները, որ ավելի լայն գիտելիքներ ունի ինժեներական ճարտարապետության տեսանկյունից։ Այդ ոնց է պետքա լինի գծագրությունը եւ այլն, պետքա տարբեր են, իմանաս, տարբեր են։ Ուղղակի իրավաբանը մի քիչ իրենն էլ այն է, որ ինքը ուրիշ բաներին է ուշադրություն դարձնում պայմանագրի բովանդակությանը, որտեղ ի վերջո վեճը պայմանագրից է բխում, ինքը այդ մասով կարող է հասկանալ։ Դրա համար ես միշտ ասում եմ իդեալական գերազանց պանելում շատ ավելի ճիշտ կլինի, որ երկու իրավաբան լինեն, մեկը գոնե նեղ մասնագիտացած, իհարկե նորից կախված վեճի բարդությունից։ Որ կետերը պետք է ուշադրություն դարձնեն մարդիկ միջազգային եղանակով, միջազգային արբիտրաժի եղանակով վեճի լուծման համար, այսինքն կարող եք նշեք կետեր, ինչեր են պետք է ուշադրություն դարձնել կողմերը, որ դրանից հետո հանգիստ ստորագրեն ու հասկանան, թե այսպես ասած ինչ է իրենց սպասվում։ Պիտի հասկանան աթոք արբիտրաժով են ուզում, թե ինստիտուցիոնալ, հա, երբ որ ինստիտուցիոնալ կենտրոն են ընտրում, այս պարագայում արդեն շատ ավելի հարցեր հեշտ են։ Ցանկացած ինստիտուցիոնալ կենտրոն իր պաշտոնական կայքում տեղադրած ունի արբիտրաժային դրույթի վերապահման ձևանմուր, որի պարագայում ուղղակի կարող ես դու տեղադրել ամբողջությամբ եւ գլխացավանքից ազատվել, հա։ Իսկ օրինակ աթոկի պարագայում պիտի հասկանան կիրառելի նյութական նորմը, ընդհանրակարգային նորմը, արբիտրաժի վայրը, արբիտրաժի լեզուն, արբիտրաժի գաղտնիության վերապահումը, արբիտրների քանակը, որովհետեւ երբ որ դու նշում ես օրինակ 3 անձից բաղկացած պանել, հա, տրիբունալ, այս պարագայում օրինակ կարող է քո հայցագինը շատ քիչ լինել, քան օրինակ արբիտրներին վճարվող գումարը եւ այստեղ նորից անիմաստ է դառնում։ Դու ունես վեճ, դու ունես պահանջ, բայց հաշվարկը որ անում ես, տեսնում ես ավելի լավ է չդիմեմ, որ այն 3 արբիտրին չվճարեմ, քան թե, հա, նմանատիպ հարցերը էական նշանակություն ունեն աթոկի պարագայում, իսկ ինստիտուցիոնալի դեպքում շատ ավելի հեշտ են եւ գործարար համայնքի ըստ էության առանձնապես բան չկա, որովհետեւ այնտեղ դրույթները արդեն իսկ դրված են, որտեղ որ նշված է գաղտնիություն, արբիտրաժի վայր, լեզու, արբիտրների քանակ եւ կիրառելի իրավահարաբերություններն ու օրենսդրությունը։ Այսինքն այս կարևոր կետերը ուշադրություն դարձնեն ու կնքեն պայմանագիրը, դե ամեն անգամ որ հենց պայմանագրը լինի հենց վեճերի լուծում լինի արբիտրաժի միջոցով, դա էլ հենց կնպաստի, որ զարգանա, հետո դատական գործերը ավելի կքչանան, մարդիկ իրենց գործերը ավելի արագ կանեն, ոնց նշեցիք, օրինակ բիզնեսմենների համար ավելի կարևոր է արդյունավետ ու արագ ստանան վերջնական որոշումը, որ իրենց գործերից կոպիտ ասած հետ չմնան։ Ներպետական արբիտրաժում այո, այս հանրային ըստ էության տեղեկատվության ներկայացում պիտի լինի, որ գործարար համայնքը ինքը պատկերացնի ու հասկանա։ Մենք միջազգային առևտրային պալատի հայաստանյան գրասենյակը, որի փոխտնօրենն է վեճերյալ ընտրանքային լուծման մեխանիզմների եւ արբիտրաժային խորհրդի փոխնախագահն է, մենք դրա շրջանակում մի շարք միջոցառումներ ենք իրականացրել գործարար համայնքին ծանոթացնելու ընդհանրապես վեճերի լուծման այլ ընտրանքային մեխանիզմները եւ այն կրթական հարթակը Resolve Academy-ան, որը որ ասեցի տեղեկատվությունը տվեցի, մենք դրա շրջանակում է շատ այսպես իրազեկման միջոցառումներ ենք իրականացնում բուհերից սկսած մինչև բիզնես գործարար համայնքին եւ Հայաստանի Հանրապետությունում մեր արբիտրների ասոցիացիան նույնպես այս տեղեկատվական հանրային ընկալման հետ կապված մեծ գործ է անում
Այսինքն մի քանի կառույցներ միաժամանակ աշխատում ենք, որպեսզի եւ ապագա իրավաբանները համասարանական հարթակների միջոցով եւ գործարար համայնքը բնականաբար տարբեր գործարար միավորումների ու միությունների միջոցով այսպես տարածում ենք, թե ինչպես կարող են օգտագործել ավելի բարենպաստ, թեթև իրականացնելու իրենց գործարար հարաբերությունները։ Ես նույնիսկ երբ որ հաճախորդների հետ աշխատում եմ, պայմանագիր եմ կազմելու, արդեն սկսել եմ առաջարկել, որ եկեք արբիտրաժի միջոցով ձեր վեճերը լուծեք, բանակցություն լինի, հետո նոր արբիտրաժ, ու շատերը չգիտեն թե ինչ է իրենց ներկայացնում, բացատրում եմ ու արդեն համեմատություն են տանում, ավելի լավ է գնալ դատարան, թե գնալ արբիտրաժի միջոցով վեճերը լուծել։ Դե ես արդեն իրենց տարբերությունները նշում եմ, առաջին ասում եմ, որ ձեր գործը ավելի արագ է լինում, մանավանդ որ քիչ գումարների հետ է կախված, որտեվ դատարանն է, երբ որ ներկայացվում է, մինչև դատարանը բնականաբար կա չափ, որ պարզեցվածով է լինում, այսինքն գրավոր ընթացակարգով դատարանը կայացնում է վճիռը, բայց այդ վճռի հրապարակման օրը նշանակում է այնպիսի մի ժամկետում, երբ որ արդեն այդ մարդուն պետք չի կոպիտացած այդ գումարը։ Տեսեք, այդ ռազմավարական տեսանկյունից բնականաբար այդ առավելությունները կարող եք նշել, երբ որ ներպետական արբիտրաժ է, կողմերը երկուսն էլ Հայաստանի Հանրապետությունում են, բայց միջազգային արբիտրաժում այդ ռազմավարական քննարկումը ստեցություն չպիտի լինի, որ միանշանակ, անգլերեն ասած by default, ինքը պիտի արբիտրաժ գնա, այդ կատարման հետ կապված, վճռի վերջնական կատարման հետ կապված, այն օրինակը, որ ես բերեցի, որովհետև ըստ էության այս պահի դրությամբ 172 երկիր Նյու Յորքի կոնվենցիայի անդամ է, որը որ օտարերկրյա արբիտրաժային վճռների ճանաչման եւ կատարման վերաբերյալ կոնվենցիան է եւ պատկերացրեք որ 170 երկրում ձեր տրիբունալի կայացրած վճռը ինքը պարտադիր կատարման է եւ ենթակա է, այսինքն դուք էլ չեք էլ մտածելու այդ վճռը ինչ է կանելու, բայց պետք է մտնես Ստուգելը կարող եք ստուգել, բայց հավատացեք, որ այն հիմնական երկրները ում հետ որ բնականաբար գործարար հարաբերությունների մեջ եք լինում, այսինքն հիմնական զարգացած երկրներն են, բնականաբար իրենք կան, ուղղակի կարող եք ստուգել եւ այստեղ ես ինքս էլ ասում եմ, պետք է չի մտածել, ուղղակի այստեղ ստրատեգիկ առումով միայն պիտի տեսնեք, որ կենտրոնը, օրինակ չգնաք Լոնդոն ժամկետների խնդիրներ ունեն։ Ժամկետները թանկի պատճառով, այսինքն արժեքի հետ կապված, ոչ միայն ժամկետների առումով, այլ ուղղակի արժեքի հետ կապված։ Պատկերացրեք, որ $5,000 հայցագին է, դուք դա չեք տանելու Լոնդոնի արբիտրաժային դատարան։ Ստրատեգիկ առումով դուք պիտի նայեք, թե որ կենտրոնը տանեք միջազգային։ Որ ավելի քիչ լինի, կոպիտ ասած ձեռնտու լինի քեզ համար։ Այո, մենք ունենք, ինչպես ներկայացրեցի Հայաստանի Հանրապետությունում միջազգային առևտրային արբիտրաժային ինստիտուտը, որը արբիտրները ըստ էության ունենք եւ Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային արբիտրներ, որի ցուցակում նաեւ ես ինքս էլ կամ Եվ ունենք օտարերկրյա օտարազգի արբիտրներ, որոնք որ միաժամանակ մի քանի կենտրոններում են։ Նույն ունենք մեր արբիտրաժային կենտրոնում արբիտր, որ ICC միջազգային առևտրային պալատի արբիտր է, կամ օրինակ ասենք Լոնդոնի արբիտրաժային դատարանի արբիտր է։ Այստեղ նորից եմ ասում, պիտի նայեք, տեսնեք, թե մինիմալ հայցագնի համար դուք ինչքան եք վճարելու։ Այս ոդկասթը ոնց որ իրականացին կտրված լիներ, որովհետև շատ ոչ հայկական էր ու շատ դեպքեր մարդիկ էլ չգիտեն ու միշտ ես իմ ոդկասթների թեմաներ ընտրում եմ այնպիսի թեմա, որը որ կարող է ոչ բոլորին հետաքրքրի, բայց լինեն մարդիկ, ովքեր որ կլսեն, որտեղ իրենց հետաքրքիր է ու դա այն թեմա, հեսա այն թեմաներից է, որ ես իրենց անուն եմ տալիս, ասում եմ բարձր մակարդակի ոդկասթ ու թեմա, ինչի համար շնորհակալ եմ շատ ձեզ։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ ձեր մասնագիտական գիտելիքները կամ առհասարակ այն
ինչ որ դուք ներկայացրեցիք, փոխանցեցիք մեզ, ես մեծ հաճիկով լսում եմ, որովհետև այս ոլորտը անկեղծ ինձ շատ է հետաքրքրում ու ես նաև նկատել եմ վերջին շրջանում, որ իրավաբաններին էլ է սկսել շատ հետաքրքրել ու նաև կարծում եմ կհետաքրքրի այն մարդկանց, ովքեր որ որևէ մասնագիտություն ունեն ու իրենք գիտակցում են, մտածում են, որ կարող են նման գործառույթով զբաղվել, ինչու ոչ։ Ինչու ոչ, այո, եւ իրենց մասնագիտության հետ զուգահեռ նաեւ աշխատեն այս ոլորտում, որի պարագայում չասեմ բարձրատրվող, բայց բավականին նորմալ վճարներ են, այս պարագայում եւ օրինակ ես շատ ծանոթներ ունեմ օտարերկրացի, ոչ իրավաբան, այսպես ամեն կերպ փորձում են մտնել այս ոլորտը եւ փորձեն մասնագիտանալ, օրինակ իտալացի ինժեներ ծանոթ ունեմ, որ ամեն կերպ փորձում է այսպես մեր դասընթացներին ներգրաված լինել են միջոցառումներ, տեղեկատվական միջոցառումներ, որ մենք իրականացնում ենք, փորձում է ամեն տեղ լինել, որպեսզի հասկանա, թե մեխանիզմը ոնց է աշխատում։ Շնորհակալություն քեզ շատ, Տաթև ջան։ Շնորհակալ եմ շատ։ Մերսի շատ։ Չմոռանաք հետևել մեր YouTube-յան ալիքին, ըստ օրենքի հետագա ոդկասթները դիտելու համար։